Փարքնեժդեհին։ Այսօր խոսելու եմ մեր բաղձալի այդ միավորվելու մեկ ընդհանուր նպատակի գաղափարի շուրջ վերամիավորվելու մասին եմ ուզում խոսել, որովհետև եթե սրանից մի քանի ամիս առաջ կամ մեկ տարի առաջ միայն ազգային ուժերն էին միասնությունից խոսում միավորվելուց, ասենք կոնկրետ ազգային ժողովրդական բևեռը, Սասնա-Ծռերը, էլի մարդիկ կային, որ խոսում են, ովքեր ազգային դաշտում են գործում, ոչ թե աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնի կողմից ուղղորդվում են, ասենք Կրեմլի կողմից ուղղորդվող քաղաքական թիմը կամ Բաքվի կողմից կամ Անկարայի կողմից նրանք միավորվելու մասին չեն խոսի, որովհետև ժողովուրդը միավորվեց, դրանք չեն կարող կառավարել։ Ժողովուրդին չեն կարող կառավարել, իրենց պետք է պառակտել, կես-կես անել, որ օգտագործեն։ Եվ ավելի ցայտուն զգացվեց այդ սեպը ժողովրդի մեջ խրվեց, երբ որ Պուտինը իր հերթական խաղը խաղաց մեր գլխին 18 թվին սպասվող հեղափոխությունը ինքը մի ոտ շուտ առաջ ընկավ եւ ինքը կազմակերպեց այդ հեղափոխությունը։ Դե եթե ինքն է կազմակերպել, դա արդեն հեղափոխություն չի, ճակերտների մեջ պետք է վերցնենք եւ Նիկոլին բերեց իշխանության հերթական կամակատարին, բայց սա իսկապես գերազանցեց բոլորին։ Սա Պուտինի հովանավորությամբ նրա միջոցներով դարձավ վարչապետ ու սկսեց ձևանալ արևմտամետ։ Մինչև որ այս վերջերս արդեն պարզվեց, որ ինքը արևմտամետ չէ, թուրքամետ է։ Հիմա այդ ժամանակ, երբ որ այս Նիկոլը հռետորաբանությունը մտցրել էր, այսպես սրան պատին տամ, նրան ասֆալտին պարգեցնեմ նրան, դա հենց ժողովրդի մեջ իրականում այդ կրեմլահպատակ քարյակը դա լինի Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ։ Դուք տեսնում եք, չէ՞, իրենք ուղղակի իրար հետ, ասենք, լարվում են, բայց որևիցե բան, շատ կներեք մի կոպիտ օրինակ բերեմ, պատկերացեք մի մարդ ունի մի քանի շուն, որոնք իրար հետ յոլա չեն գնում, երկուսին էլ կաբել են, որոշակի հեռավորության վրա, հայատի մի անկյունում սրան, հայատի մի անկյունում նրան, նույն տարածքում, սրանք իրար վրա անընդհատ հաչում են, ուրիշ ոչ մի բան չի արվում, որտեղ իրենք երկուսով էլ նույն տիրոջն են ծառայում, այդ տերը իրենց պահում են որոշակի դիստանցիայի վրա։ Սա ուղղակի ասեմ, խոսքը վերաբերվում է լիդերներին, այդ գլուխներին, 4 գլուխին։ Բայց Նիկոլը երբ որ սկսեց, նա ստացավ հանձնարարություն ժողովրդի մեջ սև ու սպիտակ մտցնել, պառակտել, սեպ մտցնել։ Եվ այդ բևականացման մեջ շատ կարևոր ծաղրացու նաև իր դերը խաղաց, միջայլոց ասեմ, Կարքին Հայկո կոչվածը, որը հետո դարձավ Կարքին քաղաքապետ իբր, քանի որ ինքը երբ որ Կարքին դերասան էր, Արցախը իր համար Հայաստան էր։ Հենց որ դարձավ Կարքին քաղաքապետ, Արցախը դարձավ Ադրբեջան։ Իր խոսքերն են, ասում է, չէ, որ հարցես լրագրողը, դուք ախր ասում եք Արցախն Հայաստան, ասում են ժամանակ դերասան էի։ Այդ մարդը բեմահարտակից ինքը իր բեմական այդպիսի ներկայացումներ ունի, չէ, Կարքին այդ սերիալներ հավոն, որ ասում ոնց եմ ես ձեզանից զզվում։ Ամբիոնից հրապարակից սկսեց այդպիսի զզվանք արտաբերել, ոնց եմ ձեզանից զզվում, ոնց եմ եւ ժողովուրդը ժամանակ տակ էր։ Չէր հասկանում, որ սա արդեն այն սեպն է, որը մտցնել են ժողովրդի մեջ ու Նիկոլը մուրճով այդ սեպի քամագին անդադ խփի, այդ սեպը ինչքան խորանա, մենք այնքան իրարից հեռանալու ենք։ Այսինքն այդ սեպը պետք է խրվեր այդ քարյակի ու ժողովրդի մեջ, սեպը խրվեց ժողովրդի մեջ։ Քարյակը մնաց այդտեղ։ Ու հիմա այդտեղից խորացնում են։ Այդ քարյակը իրականում դեռ այն երյակը բացառապես կրեմլահպատակ են, այն մյուսն էլ կապը Պուտինի ձեռին է, բայց ով ուզում է փայտով, քարով խփում է, թուրքը կլինի, ազերին կլինի եւ իր պայմանները թելադրում է, սա էլ կատարում է, սա այդ վիճակում է այս մեկը։ Հիմա երբ որ վերամիավորումից խոսում էին դառնամ բուն նպատակին, խոսում էին միայն ազգային ուժերը եւ արդեն նկատելի է դարձել, որ նախկիներ կոչվածի շարքերում այդ լիդերներից ներքև արդեն ժողովրդի միասնությունից են խոսում։
Հասկանում եք, առաջ չէին խոսում։ Հիմա արդեն խոսում են, սա ինչ-որ մի բան փոխվել է։ Իմիջիայլոց ջահերով երթը, որը նորից կազմակերպել էին նախկինները, տեսակ ինչ տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում։ Բայց այդ տասնյակ հազարավոր մարդկանց եթե հանգարց նախկինները ուղղորդեն դեպի հեղափոխություն, հեղափոխությունը կատարվի։ Բայց չեն ուղղորդում։ Հասկանում եք, չէ՞։ Ես նախկինում էլ ասացի, որ ամենամեծ ռեսուրսը ֆինանսական եւ մարդկային ունեն Ռոբերտն ու Սերժիկը։ Եթե իրենք թույլտվությունը ստանան Կրեմլից Նիկոլին փոխել, կարող են կազմակերպել մի բան ու փոխել։ Բայց քանի դեռ տերն ասում են Նիկոլը ձեռնտու է, խելոք, ուղղակի հաճացեք։ Ցույց տվեք, որ վայ։ Ուրեմն գնաք ջահերով ցեղասպանության հուշարձանին մոտ ջահերով երթ կանեք, կգաք սուսուփուս կգնաք տուն։ Ուրիշ ոչ մի բան չանեք։ Բայց հիմա ես նկատում եմ, որ այդ նախկիներ կոչվածի ենթակայության տակ գտնվող մարդիկ էլ արդեն հասկանում են, որ հայրենիք են կորցնում։ Միավորվելուց են խոսում։ Հասկանում եք։ Իսկ դա լավ է, դրական երևույթ է։ Իրենց մոտ կամաց է հասունացում տեղում, որովհետև իրենց լրատվականներով իրենք իրենց զանգվածին կարողանում են ապատեղեկացնել։ Մինչև հայ մարդու 100%-ով բոլորը անխտիր չհասկանան, որ Ռուսի գործոնը մեր բոլոր դժբախտություններուն ամենամեծն է, որովհետև ինքն է մեզ մոլորեցրել, խաբել, ցույց է տվել, որ օգնում է, բայց իրականում թուրքերի հետ պայմանավորվել է, որ ինքը ինչ կանի, երբ ոդկը հետ կդնի, կգա կկոտորեք, հետո կգա կվերցնի, հետո նորից հույս կդնի, որ չփախնեն այդտեղից, որ նորից ինքը հետ նահանջի, նորից կգա կկոտորի, որ ամբողջը, որ մարդիկ վերանան, եթե բոլորը հասցնեն փախնել, միտեղ հայերը հավաքվել են, նորից հետ գան։ Այդ ռուսների պայմանավորված հետո առաջ խաղալը թուրքերի հետ, չէ, նահանջում էին, գրավում էին, հետ էին ազատագրում, նորից այս խաղի ժամանակ ավելի շատ մարդ է զոհվում, որովհետև մարդը մեկ տեսնում է ռուսն եկավ, իբր փրկեց, ասում է դե լավ է, ռուսն եկել է, սկսում է վարել ցանելը։ Մեկ էլ առօր լույսը բացում տեսնում է ռուսը նահանջել է, ու թուրքը գալիս է նորից մորթում է։ Ռուսի արածը սա էր ցեղասպանության տարիներին։ Սարսափելի, այսինքն այն մարդիկ, ովքեր միամիտ տենց գիտեին թե վայ ռուսը նեղվեց, հետ գնաց, հեսա նորից ուժ կհավաքվի կգաբան, տենց հիմա էլ կան այդ մարդիկ։ Այդ մարդիկ գտնվում են Դաշնակցության շարքերում, Հանրապետականի շարքերում, Բարգավաճ Հայաստանի, Իմիջիայլոց Բարգավաճ Հայաստանից ես լսում եմ էլի, դե Ծառուկյան երևույթը այնտեղ ուղղակի տիրոջ կարգավիճակ է, բայց ինքը գաղափարական որևիցե, ասենք, լուրջ ներդրում չունի, այդ թիմն էլ է կառավարվում Լևոնի կամ Ռոբերտի ու Սերժի կողմից։ Ես կներեք, ես այդ կարծիքին եմ։ Նրանք էլ են սկսել ինչ-որ Ռուսաստանին քննադատող արդեն բաներ, միգուցե, ասենք, դա էլ ձևական ցույց տան, որ վերնախավում, էլի, ասենք այն նառայի մակարդակով, էլի, չգիտեմ, իրանց մոտ վերնախավ են առան թե չէ, ինչ-որ երբեմն լսում եմ, որ ռուսներին այսպես կպնում է, ու իմ մոտ, եթե իրենից ավելի ներքև հատվածը սկսի խոսել, ուրախալի կլինի ինձ համար, բայց եթե որ ինքը խոսում է, կարող է պայմանավորված Լուկաշենկոյի հետ կարող է ցույց տան, ասեն, բերեք թողես մի քաղաքական թիմը ռուսներին հայոյի, բայց Լուկաշենկոյի հսկողության տակ մնա։ Չգնա ազգային դաշտ։ Սա էլ է երևույթ, ենթադրում, սա իմ մոտ միշտ այդ տպավորությունը եղել է, էլի։ Պուտինը Լուկաշենկոյի միջոցով էլ էս մի քաղաքական թիմին չեզոքացնի։ Հիմա պետք է բոլորս հասկանանք, որ այս քարյակը իրար երբեք չի վնասել։ Ու մեր այդ բաղձալի միավորումը, այդ ցև ու սպիտակ չխաղալը, դադարեցնելը, այսինքն սարդարապատ անելը, կախված է բացառապես գիտակցությունից մարդու, հայ մարդու, որ ռուսը 100% թշնամի է, թուրքը 100% թշնամի է, ադրբեջանցին 100% թշնամի է եւ սրանց ծառայող այդ քարյակը թշնամիներ են։ Այս պահը հենց գիտակցեցին, միավորում տեղ է ունենալու։ Էլ չգիտեմ ոնց բացատրեմ։ Ստապ եղեք։